Բարի երեկո, եթերում ասպարեզն է։ 2014 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնախումբը նախաձեռնեց հայ-ամերիկյան թանգարանի ստեղծումը Գլենդելում։ Եվ ինչ ընթացքի մեջ են այս աշխատանքները թանգարանի ստեղծման, այսօր մեզ կպատմի Պերճ Կարապետյանը, մնացեք մեզ հետ։ Սիրելի հեռուստատիտողներ, այսօր ասպազի եթերում հյուրընկալել եմ հայ-ամերիկյան թանգարանի գործադիր հանձնախմբի ատենապետ Պերճ Կարապետյանին եւ սիրով կզրուցեմ նրա հետ թանգարանի ստեղծման ընթացքի մասին։ Բարի երեկո, Պերճ։ Բարի երեկո։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար եւ կցանկանայի սկսենք ամենասկզբից։ Նախ ինչպես մտահղացավ հանձնախումբը հայ-ամերիկյան թանգարան ստեղծել, ինչ նպատակներ ունի թանգարանը եւ ինչ ընթացքի մեջ է այսօր։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ հարցումի համար եւ շնորհակալ եմ, որ հրավիրել եք ներկա լինեմ այսօր։ 2014 թվականին, երբ 100-ամյակի անձնախումբը հավաքեց տարբեր կազմակերպություններից անհատներ, որ միասին գանք եւ մտածենք ինչ ձևով մենք կարող ենք 100-ամյակի առիթով նվիրել մեր համայնքին, մեր ապրած շրջանին, լինի, որ կոչվում էր landmark կամ թե մնայուն հաստատության ձևը, որ ժողովուրդը հիշի 100-ամյակը։ Հիշում եք շատերս տեղյակ եք 50-ամյա տարվա ամյակի առիթով մենք կառուցեցինք Մոնտեբելոյում մշարձանը։ Այս տարի մտածում էին ինչպես կարող ենք տարբեր բան անենք եւ մենք նայեցինք Լոս Անջելեսի տարածքում, տեսանք, որ կան տարբեր թանգարաններ, կան հոլոկոստի մասին թանգարան, կա African-American թանգարան, կա լատինոների մեքսիկական թանգարան, կա Japanese-American թանգարան եւ վերջերս պատրաստվում էր, որ կորեական համայնքն էլ ունենա իր թանգարանը։ Մենք մտածեցինք ամենալավ ձևը, որ կարող է լինի, որ մեր հաջորդ սերունդներին եկող 50 տարին, 100-ամյակ, 100 տարվա մեջ, որ մեր հաջորդ եկող սերունդները կարողանան իրանք մեր հայ ժողովրդի պատմությունը, լինի տարերի ինչ առաջդիմություն ունեցել է մեր ժողովուրդը, լինի ցեղասպանությունը, լինի հայ-ամերիկյան համայնքի պատմությունը։ Ամենալավ ձևը, որ դա մենք փոխանցենք հաջորդ սերունդներին, լինի հայ եւ ոչ հայ, հենա եթե մենք կարողանանք ունենանք մեր թանգարանը եւ վայրը որոշեցինք փորձենք Գլենդելում անել։ Դրանց տրամաբանական էր ամենաշատ հայաշատ քաղաքներից մեկում եւ թանգարանի ստեղծումը փաստորեն 2014 թվականին էր նախաձեռնությունը, արդեն 2016-ում ենք ինչ ընթացքի մեջ է ստեղծումը։ Առաջի գործը եղավ մենք միասին խորհրդակցենք ինչ ձևի թանգարան ուզում ենք։ Ուզում ենք լինի թանգարանը միայն ցեղասպանության մասին։ Ուզում ենք թանգարանը լինի հայկական պատմության մասին։ Ուզում ենք, որ թանգարանը լինի միայն հայերի մասին եւ հայության մասին։ Մենք այդ բանով գործի ընդունեցինք Միացյալ Նահանգներում հաստատված ամենահզոր եւ ամենամեծ հաստատությունը, որ զբաղվում է թանգարանների գործով, որ օգնի կազմակերպություններ, ինչպես մեր հայկական կազմակերպություններն են, որ կառուցեն թանգարան։ Եվ հավաքույթներ ունեցանք, ժողովներ ունեցանք եւ եկանք այդ որոշումի, որ լավագույն բանը, որ մենք կարող ենք անենք, եւ թանգարանը ոչ միայն հայերը կան այցելեն, կան ոչ հայերներ այցելեն, լինի թանգարանը, որ հայերը սովորեն ոչ միայն մեր պատմության մասին ապակա սերունդները, բայց մենք սովորենք ուրիշ ժողովուրդները, որ ապրում են այս տարածքում եւ իրանց պատմությունը ինչ ա եղել, իրանք ինչ դժվարությունների անցել են, եթե իրանք էլ ցեղասպանություն ունեցել են, ինչպես է ազդություն ունեցել իրանց վրա, եթե իրանք Կամբոդիայից թողել են եկել են Միացյալ Նահանգները, ինչու են եկել, որ տեսնենք, որ այս բոլոր ժողովուրդը ունի միասին նույն անցյալներ եւ կարող են միասնապար աշխատեն եւ այդ ձևով մեր հաջորդ սերունդները կարող է ունենան վայր, որ ավելի հեշտ լինի համոզել եւ բացատրել, ներկայացնել, որ ցեղասպանություն ա եղել,
եւ սխալ է գործել թուրքական կառավարությունը եւ պետք է այդ սխալի համար այդ ոչնակցությունը որ եղել է այդ դրա համար կան եւ նստեն to have justice ինչպես ասում են մենք պայքարում արդարությունն ենք պահանջում որ այդ մթնոլորտը ավելի լավ ստեղծվի որ մթնոլորտը որ հայ երիտասարդները հայ երեխեքը չզգան որ իրանք այնենցա որ պետք է իրանք թակուն պահեն իրանք հայությունը կամ թե այլևս պետք է իրանք բոլորովին մոռանան իրանք հայությունը որ իրանքը բարդ լինեն հայ լինելով այն գործը որ մենք տարերա որ անում ենք Միացյալ Նահանգներում հայապահպանումի գործը որ մեր հայկական դպրոցները եկեղեցիները հաստատությունները անում են այս թանգարանը կողքնի որ այդ գործը ամփոփչանա եւ ոչ միայն մեր հայերի մասին, ուրիշ ազգերի մասին։ Շատ լավ, բայց դուք նշեցիք, որ թանգարանը նաեւ ունենալու այս հիմնականը թերևս ցեղասպանության բաժին, իսկ ինչ այլ բաժիններ են լինելու, այսինքն հատկացված կլինի հայ մշակույթին, դարավոր պատմությանը ներկայացնելու այդպիսի հատուկ բաժանմունքներ։ Մենք շատ խանդավառ ենք այս նույնով, փորձեմ մի քիչ էդի բացատրեմ ինչու։ Թանգարանը պիտի ունենա 50% թանգարանի պիտի լինի մնայուն բաժին, որ պիտի ներկայացնի հայ ժողովրդի պատմությունը, հայկական հայ ժողովրդի ցեղասպանությունը եւ Միացյալ Նահանգներում հայ-ամերիկյան ժողովրդի պատմությունը, Արցախը, Հայաստանը եւ Ամերիկայում հայ համայնքը եւ ինչու՞ չէ ուրիշ երկիրներում հայ համայնքները so պիտի ներկայացնի մեր սփյուռքը ձևովը պիտի ներկայացնի Հայաստանը պիտի ներկայացնի մեր պատմությունը so դա լինելու է մնայուն բաժինը որ կարող է 5 տարին մեկ կամ 4 տարին մեկ փոփոխության ենթարկվի Շատ լավ մյուս բաժինների մասին գովազդային կարճատև դատայից Սիրելի ստայտողներ մնացեք մեզ հետ Սիրելի հեռուստայտողներ, այսօր ասպարեզի եթերում հյուրընկալել եմ Գլենդելում նախատեսված հայ-ամերիկյան թանգարանի հարցերով ստեղծված հատուկ հանձնախմբի ատենապետ Պերճ Կարապետյանին եւ շարունակում եմ զրույցս։ Պերճ, ընդհատեցի զրույցը այն պահին, երբ ներկայացնում եք թե թանգարանում ինչ բաժիններ են լինելու, խնդրեմ շարունակենք զրույցը։ Մնացած 50%-ը պիտի հատկացվի դուրսից եկող թանգարանների, ասենք թե պատրաստված նյութերին, լինի այդ նկարչություններ, լինի հատուկ նյութեր ուրիշ ժողովուրդների մասին, լինի ասենք թե ուրիշ ցեղասպանությունների մասին կամ թե ինչպես կարելի է նայել որ Կորեայում ինչ պատահում ժողովրդի եւ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդ նյութերը եւ ինչու՞ չէ հայ համայնքի օրինակ պատկերացրեք որ կարող ենք մենք ներկայացնենք Հնդկաստանի մասին բաժինը եւ Միացյալ Նահանգներում ապրող Հնդկաստանից եկող ժողովրդի հետ միասնաբար լինի բաժինը որ ներկայացվելու է իրանց պատմության մասին բայց նույն ժամանակ պատմության որ հատվածը հատկապես հիմա կան տարբեր մասեր եւ ժողովրդի մասին ժողովրդի culture որ ասում են իրանց մշակույթի մասին բայց նույն ժամանակ մենք շատ լավ տեղյակ ենք որ եղել է բավական աշխուժ թիվով հայ համայնք Հնդկաստանում արիտ կլինի որ մենք այդ ժամանակ Հնդկաստանում ունենանք այո այդ ձևի so կարող է Ֆրանսիայի մասին եւ տարբեր ուրիշ երկիրների մասին Այսինքն բավական ընդգրկուն է լինելու այս թանգարանի եւ so 50% է տենց լինելու թանգարանը պիտի ունենա դասարաններ պիտի ունենա research center որ պիտի հայկական տարբեր նյութերի մասին պատրաստվի գրություններ եւ ներկայացվի որ կարողանանք մենք պատրաստենք ուրիշ բաժիններ, որ կարող ենք ուրիշ թանգարաններին տրամադրեն, որ ցուցադրեն, լինի Սան Ֆրանցիսկոյում, լինի Ֆիլադելֆիայում, լինի ուրիշ նահանգներում։ So այդ ձև գործերով պիտի Այսինքն շրջիկ այդպես ցուցադրություններ են լինելու։ Շրջող թանգարանի մասեր լինեն եւ պիտի ունենանք թատրոնի պես տեմը, որ կարողանանք ներկայացնենք թատրոն կամ թե տարբեր ներկայացումներ, այո
Դասախոսությունները հավանաբար կլինեն։ Պիտի ունենա տանկարան, պիտի ունենա տեղ, որ ժողովուրդներ կարող է գա եւ ժամանակ անցկացնի այնտեղ հավաքույթի տեղեր լինելու, որ կարող են իրանք կան ընտանիքով նստեն, ժամանակ անցկացնեն, գնան այցելեն տանկարանը եւ զրույցներ ունենան եւ ինչու՞ չէ ավելի լավ մթնոլորտ իրանց համար ստեղծվի Գլենդելի շրջանում։ Շատ լավ, մեկ հարց էլ այդ մշակութային բաժնում արդյոք պատրաստում եք ներկայացնել նաև մեր նկարիչներին կամ լինելու է արդյոք երաժշտական, այսինքն ներկայացումներ, որտեղ կհրավիրվեն թե դասական, ինչպես գիտեք, երաժիշտներ հայ։ Եթե մենք հայկական մշակույթը չկարողանանք ներկայացնենք բազմաթիվ իր հարուստ ձևերով, լինի նկարչություններով, լինի բեմադրության գործերը որ կան, մենք չենք կարողանա տանկարանը ամփոփչացնենք։ Դրա համար կարևոր է որ ունենա տանկարանը ոչ միայն հայկական պատմության մասին բաժին, ունենա հայկական մշակույթի մասին էլ տարբեր հնարավորություններ, որ նկարիչները լինի այս անգամ Հայաստանից կամ որևէ ուրիշ երկրի սփյուռքից կամ ստեղ Գլենդելից, Կալիֆոռնիայից, որ իրանք կարողանան ցուցադրեն իրանց գործերը, լինի բեմադրությունով, լինի նկարչությունով կամ ուրիշ ձևի։ Շատ լավ, փաստորեն նաև Թանգարանի շենքն է, կառույցն է թույլ տալու նման հնարավորություններ ունենալու։ Կցանկանայի խոսեինք նաև ճարտարապետների մասին, ովքեր են կազմել նախագիծը եւ ինչ բաժիններ են լինելու, հետաքրքիր է։ Մենք կարծեմ ունենք լուսանկարներ նաև կցանկանայի ցուցադրել։ Եթե նայեք տեսնեք բավական հարուստ եւ ճոխ բաժին է լինելու եւ ունենալու է տանկարանը եւ տանկարանը շատ սիրուն գործ է։ Մենք մոտապես 26 տարբեր ճարտարապետների հաստատություններ դիմեցին, որ հետաքրքրված էին պատրաստեն ծրագիրները տանկարանի գծագրությունները 4 մենք ընտրեցինք եւ 4-ին դիմեցինք, որ իրանք պատրաստեն իրանց պատկերացումը ինչպես լինի հայ-ամերիկյան տանկարանը։ Այդ 4-ից մենք ընտրեցինք մեկը եւ ուրախ ենք, որ այդ հաստատությունը, որ ընտրեցինք, ճարտարապետները հայ են եւ իրանք գտնվում են Գլենդել, Ալաջաջա Մարկոսի ճարտարապետները եւ իրանք երկար տարիների փորձառություն ունեն Գլենդելում եւ կառուցել են տարբեր շենքեր, որ դրանք որ ապրում են Գլենդել ուրախ են տեսնելու եւ հպարտանալու այդ շենքերով եւ մենք համոզված ենք մենք կհպարտանանք հայ-ամերիկյան տանկարանի շենք։ Բավական գեղեցիկ շենք է եւ կա ինչ-որ կոնցեպտ որ դուք հանձնարարել եք եւ նրանք դրա վրա հիմնված են ստեղծել, թե արդեն անունը ինքնին խոսուն է։ Մենք բավական ազատություն տվել էինք ճարտարապետներին, որ իրանք որոշեն ինչ ամենալավ ձևը ներկայացնելու այդ պատկամը կամ թե այդ ծրագիրը, որ մենք ուզում էինք լինի տանկարանի մեջ։ Տանկարանը մեր ցանկությունն էր, որ ոչ միայն հայ համայնքը ներկայացնի, բայց լինի շենքը, որ ուրիշ ժողովուրդ էլ կարող է գա եւ զգա հանգիստ եւ զգա իբր իրանց տունն այսի եւ շարունակեն այցելեն գան տեսնելու եւ մասնակցելու, որ ունենա բավական բաց տարածքներ, où ժողովուրդը կարող է գա եւ այդ leisure, որ ասում են անգլերեն, որ նստեն, զրուցեն, ժամանակ անցկացնեն, սուր։ Այսինքն յուրաքանչյուրը իրեն զգա ինչ-որ մի հարազատ բան իր համար այս թանգարանը։ Չենք ուզում այնց տեղը լինի, որ մարդիկ գալիս են ասում միայն պիտի գնան սուս-պուս նայեն տարբեր ներկայացումները, որ ժողովուրդը գա եւ ժամանակ կենթանի լինի թանգարանը։ Կենթանի շատ շնորհակալ, լավ ճիշտ է։ Շատ լավ, շարունակենք մեր զրույցը գովազդից հետո։ Մնացեք մեզ հետ։ Սելերսայտոներ ասպարեզի եթերում այսօր զրուցում ենք հայ-ամերիկյան թանգարանի մասին։ Բայց մենք ընթացքում խոսեցինք թանգարանի բովանդակության եւ այլ մանրամասներ ներկայացրեցիք եւ կցանկանայի հարցնել այսօր ինչ ընթացքի մեջ է, այսինքն ինչ է տեղի ունենում նախագծի շուրջ եւ ընդհանրապես։ Այո, առաջի գործերից մեկն է այն, որ մենք գտնենք վայրը, ուր պիտի լինի թանգարանը եւ մենք ընտրեցինք վայրը
տեղը որ կարող ենք մենք Գլենդելում լինել, որ մեծ թիվով հայություն կա եւ կետրոն տեղա Փաստադինայի, Բուրբանկի, Նորթ Հոլիվուդի, Հոլիվուդի, Լա Կրեսենտայի, Թահանգայի արագաճող հայ համայնքներին, որ իրանք հեշտության կան այնտեղ։ Դրեցինք վայրը, որ հեշտ է գալ ֆրիվեյներով եւ մոտ համալսարանի մոտ, որ կարողանանք մենք ձևով այդ գործերը, որ թանգարանը կարող անի եւ շարունակի հայկական պատմության մասին դեր ունենա այդ համալսարանի հետ։ Ընդրեցինք վայրը, որ գտնվում է Գլենդելի Civic Auditorium-ի կողք, որ կարելի ապակային ծրագիրներ կազմել Civic Auditorium-ի հետ եւ միասնապար ավելի ճոխ ծրագիրներ ներկայացնել։ Այդ համար մոտապես 65000 ոտք տարածք կար Գլենդել Civic Auditorium-ի կողքը։ Նրանք, որ Գլենդել եղած են, գիտեն, որ հայ կաթողիկ եկեղեցին գտնվում է այդ նույն փողոցի վրա, Mountain եւ Verdugo-ի, so այս թանգարան կլինի դիմացը Mighty Moose փողոցը։ Հանրային քոլեջն է Գլենդելի։ Այո, հանրային քոլեջն է եւ Civic Auditorium-ն է, so երեք կողմը այդ մասերը կան եւ հաստատվեց քաղաքապետարանի կողմից։ So քաղաքապետարանը համաձայնեց, որ մեզ երբ պիտի մտնի բանակցությունների մեջ։ Մենք տարի ունենք, որ այդ բանակցությունները լինեն, պիտի ավարտվի այդ մեկ տարին ապրիլ 2016 թվականին։ So մինչև ապրիլ 2016 թվականը մենք պետքա ներկայացնենք ծրագիրը, պետքա ներկայացնենք գծագրությունը, ինչա լինելու մեր պատկերը թանգարանի, ապացուցենք, որ կարողանալու ենք դրամավակը անել եւ ունենալ միջոցը կառուցելու թանգարանը եւ այդ շրջանի ժողովրդի հետ մենք ունենանք կազմակերպենք հանդիպումներ, որ իրանց կարծիքն էլ տեսակետն էլ լսենք թանգարանի մասին, որ թանգարանը ձևով ընդունվի եւ ընդգրկվի իրանց կողմից էլ եւ այս գործը շարունակի առաջ։ So մենք արդեն բավական այդ գործը արել ենք։ Այսինքն նախագիծը կա, ընթացակարգը ենթադրում է նաև հանրության կարծիքը հաշվի առնել։ Փաստորեն նախագիծը պատրաստ է, այժմ հանրության հետ հանդիպումներն ենք սկսել։ Այո։ So մենք արդեն այս շաբաթը վերջը ունեցանք երկու հանդիպում եւ եկող կիրակի հունվար 17-ին ժամը 2-ին Գլենդելի կաթողիկ եկեղեցիում նորից պիտի ունենանք մի հատ հանդիպում, հուսամ մեծ թիվով հայություն ներկա կլինի։ Մենք ներողություն, մենք այժմ դիտում ենք մեր հեռուստաեկրաններին երեկվա հանդիպումից հատվածներ եւ ինչի մասին էր հիմնական զրույցը, ինչ մտահոգություններ կային, ովքեր էին մասնակցում, խնդրեի։ Ինչպես տեսնում եք, բավական ժողովուրդ, որ փորձեցինք էսի փոքր մթնոլորտի մեջ անել, կիրակյուրվան ավելի մեծ է լինելու, հուսանք 200-300 հոգի կգա, անցյալ կիրակյուրվանը 100 հոգի եկել, բայց տարբեր անձեր, տարբեր կարծիքներ հայտնեցին։ Կային, որոնք ի նպաստ խոսեցին, ուզում ասեցին, որ ուրախ ենք, որ վերջապես պիտի լինի այսպես թանգարան Լոս Անջելես Գլենդելում։ Ոչ մեկը թանգարանի գաղափարի կամ թե կարծիքի մասին դեմ չխոսեց, բայց այդ թանգարանի մոտ ապրող ժողովուրդը մտահոգություն հայտնեց։ Հատկապես ինչ մտահոգություն։ Մտահոգություններից մեկը այն էր, որ բավարար parking պիտի լինի, տրաֆիկը ինչպես պիտի ազդի այդ շրջանը, երբ իրանք ուզում են իրանց տուները գնան կամ թե իրանց տունից գնան աշխատանք, ժամերը ինչ են լինելու թանգարանին, մտահոգ էին, այնտեղ մի քանի ծառեր կան, իրանք մտահոգ էին, պիտի մենք այդ ծառերը կտրենք, տեղափոխենք, պիտի թանգարանում լինի, ասենք թե հնարավորություն, որ հարսանիքներ լինեն եւ իրանք դեմ էին դրան, չէին ուզում, որ գիշերվա մինչև կեսը, ժամը 1-ը, 2-ը աղմուկ ելնի թանգարանի կողմից, լույսերը ինչ ուղղության են գնալու, պիտի խանգարեն նրանք, որ բնակում են լերին եւ մոտերը, ձայն ինչքան ձայնայել են։ So այդ մտահոգությունները շատ հայտնեցին եւ մենք պիտի փորձենք տեսնենք այս եկող մի քանի շաբաթներուն, եթե կարող ենք մենք բացատրությունները տանք, որ համոզեն իրանց, մենք պիտի լավ ասենք թե դրացի լինենք իրանց եւ միասնապար մենք պիտի ունենանք ավելի լավ հարաբերություն մենք եւ այդ շրջանի ապրող ժողովուրդը։ Դրանից հետո մարտ ամսու
սկիզբը կամ թե փետրվարի վերջավորության մենք կներկայացնենք մեր դիմումը քաղաքապետարանին եւ սկսենք բանակցությունները քաղաքապետարանի հետ ինչ են լինելու պայմանները։ Մեր ցանկությունը պիտի լինի, որ այդ հողամասը տրամադրվի մեզի տարին $1 եւ շատ ասենք թե սահմանա բաղություններ չլինեն քաղաքապետարանի կողմից կայանատեղիներ են վերաբերում։ Այո, որ մենք կարողանանք ավելի ազատ ձևով կազմել տանկարանը, եթե կարողացանք հայ համայնքի եւ Գլենդելի բնակչության ժողովրդի աջակցությունը ունենանք, մենք այդ վաղ ավելի հեշտությամբ կարողանանք համոզենք քաղաքապետարանին, ինչպես ամերիկյան ժողովուրդը, կորեայից եկող ամերիկյան ժողովուրդը, Japanese American ժողովուրդը եւ Chinese American կարողացան իրանք $1 այդ տարածքներ ունենան, որ կառուցեն իրանք տանկարանները, որ մենք էլ ունենանք $1 տարեկան հողատարածքը, որ կարողանանք կառուցենք։ Շատով հարության աջակցության ձևերի մասին մեր թողարկման հաջորդ հատվածում։ Մնացեք մեզ հետ։ Սելիերսայտողներ այսօր ասպարեզի եթերում խոսում ենք հայ-ամերիկյան թանգարանի մասին, որ նախատեսված է, որ պետք է կառուցվի Գլենդելում, սակայն մինչ կառուցումը կան ընթացակարգային մի շարք հարցեր, եւ այս փուլում շատ կարեւոր է հանրության մասնակցությունը, այս մասին մեզ բարձաբանումներ է տալիս թանգարանի գործադիր հանձնախմբի ատենապետ Պերճ Կարապետյանը։ Պերճ, դուք նշեցիք նախորդ հատվածում հանրային լսումների մասին, որտեղ մարդիկ գալիս են, մտահոգություններ են հնչեցնում եւ պատասխանների ակնկալիք ունեն։ Ես կցանկանայի որոշ այդ մտահոգություններից նաև այստեղ դուք ներկայացնեիք, կապված հիմնականում հարևանությամբ ապրող մարդկանց հետ, այսինքն կայանատեղիների հարցը, երթևեկության հարցը, լուսավորության, այդ պատասխանները գուցե այս պահին էլ տանք մեր հեռուստադիտողին։ Շատ է, փորձեմ կարճ ձևով տամ մի քանի հատ պատասխանը։ Տարածքը պիտի ունենա հիմա ունի 165 կայանատեղի մեքենաների կայանատեղեր։ Մենք պիտի նորից ունենանք 165 մեքենաների համար տեղ, բայց այս անգամ փողոցի ճամփայի վրա լինելու տեղը կամ թե դուրսը լինելու տեղը պիտի լինի գարաժ subterranean հողը շենքի տակը եւ պիտի կարողանան նորից ժողովուրդը 165 մեքենա օգտվի այդ շրջանից։ Լուսավորության մասին մենք շենքը կառուցել ենք գծակցություն են ձևիա, որ լուսավորությունը գնալու է դեպի Verdugo եւ չի խանգարի նրանք ապրում են բնակչի ժողովուրդը բնակում է Mountain-ի վրա։ Ձայնը մենք շենքը կառուցել ենք այն ձևի, որ ձայնը պիտի եթե դուրսը մենք ունենանք որևէ հավաքույթ, պիտի լինի այն կողմը, որ շենքի դեպի Verdugo-ը եւ չի տարածվի դեպի բարձր եւ մենք ձայնը պիտի ունենանք օրենքից արգելված քանակից ոչ։ Այսինքն ներողություն հավաքույթներ ասելով հարսանիք նկատի չէ, հարսանիք չի լինի, բայց ասենք թե եթե մենք տարեկան ունենք հավաքույթ, որ կորեացի ժողովուրդը եւ հայ համայնքը Գլենդելի եւ լատինո համայնքը միասնապար անում է ասենք մերձեցման երեկոներ։ Այո, so մենք կարող է այդ ձևի ցերնարկել ունենք եւ կարող է հարմար լինի, որ այդ ձևի ցերնարկել ունենալ մասը դուրսը օրվա մեջ so այդ ձևի հավաքույթները կարող է ձայն լինի, որ կարող է խանգարիչ լինի ապրողներին, եթե մենք այս առաջ քայլերը չվերցնենք։ Ամենամեծ մտահոգությունը բնակչության այնա, որ մեր եթե մարդիկ պիտի կան այցելելու թանգարանը, իրանց մուտքը պիտի լինի Mountain-ի վրայից եւ իրանց մեքենաները պիտի որ գալիս են ստեղծեն խճողում եւ բնակող ժողովուրդը չպիտի կարողանա, բայց ժամական կարող է 30 հոգի 30 մեքենա է գալու օրվա մեջ, մնացած ժամերին իրիկվան կամ թե շաբաթ կիրակի շատ մեքենա չի անցնում այնտեղ, բայց շաբթվա մեջ այդ ժամերին, որ ժամը առավոտվա 10-ից մինչև 5-ը 30 հատ մեքենա որ կան park անեն այդ տարածքում մեծ
դժվարություն չպիտի ստեղծի, բայց ժողովուրդը մտահոգ է, հակառակ է, որ լինի եւ իրանք միշտ սպասում են ամենավատը եւ դրա համար իրանք շատ ողջավորված, բարձր ձայնով մասնակցում են եւ պիտի փորձեն իրանք անեն ամեն ինչ, որ համոզեն քաղաքապետարանին, որ տանկարանը չի կառուցվի այդ փողոցների անկյունը Vertigo-ի եւ Mountain-ի։ Իրանք պիտի նախընտրեն, որ տանկարանը կառուցվի downtown Glendale-ում ուրիշ տեղում։ So եթե մենք բավարար հաջողություն չստանանք մեր ժողովրդից եւ նրանք որ ուզում են, որ տանկարանը կառուցվի Glendale-ի այդ շրջանում, կարող է քաղաքապետարանը չի համաձայնի, որ մեզի հետ, որ այդ տարածքում կառուցվի տանկարանը։ Շատ լավ, այսինքն այս պահին անհրաժեշտ է հայ համայնքի նաև ակտիվ մասնակցությունը, կասեք մասնակցության ինչպիսի տարբերակներ կան եւս մեկ անգամ։ Ամենակարևորը, որ այս կիրակի ամսու 17-ին ժամը 2-ից 4-ը Glendale-ի St. Gregory կաթողիկ եկեղեցիում մենք պիտի ունենանք հավաքույթ, ներկա լինեք եւ ձեր ցանկությունը, որ տանկարանը կառուցվի այդ տարածքում հայտնեք։ Մենք պիտի ունենանք տարբեր գծագրությունները եւ բացատրություններ պիտի տանք եւ տեղեկություններ պիտի փոխանցենք։ Կարևորը որ դուք ներկա լինեք։ Երկրորդը մենք ունենք website armenianamericanmuseum.org, կարող եք գնալ մեր website-ը եւ ինտերնետով եւ այնտեղ ձեր տեղեկությունը տաք, որ մենք ձեզի հաճախ ղրգենք տեղեկություն ընթացքի մասին պատմող ընթացքի եւ տանկարանի մասին։ Եթե Facebook ունեք, կարող եք Facebook-ով գնալ եւ մեր site post անեք, մեր edge-ը գնաք եւ այդ edge-ի վրա post անեք, որ դուք հայտնում եք ձեր ցանկությունը։ Կիրակի օրը մենք պիտի ունենանք փոքր, պիտի ունենանք հարցարանի պես բամը, որ դուք կարողանաք հայտնել ձեր կարծիքը տանկարանի մասին եւ ձեր առաջարկները։ Շատ լավ, այսինքն արդեն այս կիրակի հավաքը խնդրեի նորից կրկնեք որտեղ է տեղի ունենալու, երբ պետք է մասնակցել եւ ինչ պետք է անել այնտեղ։ Well, parking բավարար կա, մի մտահոգվեք, կարող եք հեշտությամբ parking գտնեք։ St. Gregory կաթողիկ եկեղեցին, որը գտնվում է Mountain-ի եւ Vertigo-ի անկյունը, ժամը 2-ին կեսօրից հետո եւ մինչեւ ժամը 4-ը մենք պիտի կվերջանանք, կարևորը որ ներկա գտնվեք, որ դուք անձնապես լուսաբանվեք ինչա լինելու եւ ձեր հարցումներն բերեք եւ ձեր աջակցությունը հայտնեք, եթե դուք ուզում եք տանկարանը կառուցվի այդ շրջանում։ Շատ լավ, բարդ շնորհակալություն, ցանկանում եմ ձեզ եւ իհարկե մեր բոլորի հարցնահաջողություն եւ եւս մեկ անգամ հաղորդումը մոտենում է ավարտին, կցանկանայի ասել որքանով է կարեւոր, որ մենք ունենանք այս տանկարանը Glendale-ում եւ նախատեսված վայրում։ Կարևորը հետեւյալ պատճառով մեր ժողովուրդը գնալով անգլերեն են խոսում եւ ես էլ անգլերեն եմ խոսում, մեր հաջորդ սերունդները իրենց մեր պատմությունը ինչպես ենք փոխանցելու։ Իրանք պիտի նայեն եւ ասեն մենք ինչ փոխանցեցինք, ինչ նվիրեցինք հաջորդ սերունդներին։ Այս տանկարանը կլինի միջոց, որ իրանք կարողանան իրանք զավակները բերեն այնտեղ, իրանք երեխեքը բերեն այնտեղ, կամ թե իրանք գան անձնապես եւ հայ քաղաքական պատմության մասին ավելի տեղյակ լինեն եւ ձևով մասնակցեն այդ պատմության հաջորդ քայլերին։ Փուլի կերտման, ինչպես նաեւ իհարկե մեր պատմությունն էլ մշակույթն էլ հպարտության տեղի է տալիս բոլորիս եւ մենք պետք է կարողանանք արժանվույնս այն ներկայացնել նաեւ օտար հանրությանը։ Ցանկանում եմ հաջողություններ, հրաժեշտ եմ տալիս ձեզ։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, հայ-ամերիկյան թանգարանը շուտով կարող է իրականություն դառնալ եւ սա նաեւ ձեր մասնակցության շնորհիվ եղեք ակտիվ եւ ինչպես նշեցի այսօրվա հյուրը Կիրակի օրը մասնակցենք հանրային քննարկմանը։ Մաղթում եմ ձեզ հաճելի երեկո։